Տարին նոր է սկսվում, սակայն 2026-ը խոստանում է լինել ոչ պակաս հետաքրքիր եւ լարված։ Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել Վենեսուելան, ստվերելով անգամ Ուկրաինայում պատերազմը։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները ավիահարվածներ հասցրեց Կարակասում տարբեր թիրախների, ինչից հետո ամերիկյան հատուկ նշանակության ուժերը ձերբակալեցին եւ Միացյալ Նահանգներ տեղափոխեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորեսին, որին անվանում են վենեսուելական քաղաքականության ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Հունվարի 6-ին նրանք կանգնեցին Նյու Յորքի Դաշնային դատարանի առաջ։ Մադուրոին եւ Ֆլորեսին մեղադրանք է ներկայացվել 20-ից ավելի կետով, այդ թվում նարկոտերորիզմի եւ զենքի հետ կապված գործարքների համար։ Վաշինգտոնից նաեւ հայտարարում են Վենեսուելան եւ երկրի նավթային պաշարները վերահսկելու մտադրության մասին։ Այսօր օրակարգում Թրամփն ընդդեմ Մադուրոյի։ Վաշինգտոնը տարիներ շարունակ փորձում էր ձերբակալել Նիկոլաս Մադուրոյին եւ Վենեսուելայի կառավարության այլ ներկայացուցիչների։ 2020 թվականին Միացյալ Նահանգներում Մադուրոյին հեռակա մեղադրանք առաջադրվեց, այդ թվում Միացյալ Նահանգներ կոկային եւ զենք տեղափոխելու նպատակով կոլումբիական խմբավորումների հետ գործակցելու եւ այլ հանցագործությունների համար։ Անցած տարի Թրամփի վարչակազմը կրկնապատկեց Մադուրոյի ձերբակալման համար պարգևավճարը, հասցնելով այն $50 միլիոն։ Վերջին շրջանում երկու երկրի հարաբերություններն ավելի էին սրվել, փոխադարձ մեղադրանքներ, սպառնալիքներ, բայց նաև երկխոսության կոչեր։ Սակայն դեկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարեց, համբերությունը սպառվել է, Մադուրոն բաց է թողել պայմանավորվելու շանսը եւ պետք է հեռանա։ Կարակասում մինչև վերջին պահը կասկածում էին, որ Միացյալ Նահանգները կգնա ռազմական ճանապարհով։ Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներ, 5-ժամյա գործողություն, ամերիկյան 150 ինքնաթիռ ԱԹՍ եւ Թրամփի հրաման, Կարակասից Միացյալ Նահանգներ տեղափոխել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը։ Հունվարի 3-ի գիշերն ամերիկյան հատուկ ուժերն արդեն նախագահի նստավայրում էին, չհանդիպելով լուրջ դիմադրության։ Ամերիկյան կողմից մի քանի վիրավոր կա, Կարակասից տեղեկացնում են, որ ամերիկյան գործողության հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ, եւս 100-ը վիրավորվել է։ Նշվում է, որ նրանց թվում են խաղաղ բնակիչներ։ Կուբայի կառավարությունն էլ հայտնել է, որ Վենեսուելայում զոհվել է 32 կուբացի, բոլորը զինծառայողներ, որոնք պահպանում էին Մադուրոյի անվտանգությունը։ Ամերիկյան բացարձակ վճռականություն անվանումը ստացած գործողության մասին չէին տեղեկացվել ոչ Միացյալ Նահանգների կոնգրեսը, ոչ ՄԱԿ-ը։ Թրամփի թիմը պնդում է, դրա կարիքը չկար, որովհետև տեղի ունեցածը ոչ թե այլ երկրի տարածքներ խուժում, պատերազմ կամ օկուպացիա էր, այլ ընդամենը սահմանափակ գործողություն, ինքնապաշտպանության նպատակով։ Սա պատերազմ չէ Վենեսուելայի դեմ, սա պայքար է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց դեմ։ Թրամփը հայտնել է, որ այսուհետ Կարակասի ժամանակավոր իշխանությունները պետք է ամերիկացիներին տրամադրեն մինչև 50 միլիոն բարել նավթ, իսկ գործարքից ստացված միջոցներով Վենեսուելան միայն ամերիկյան արտադրանք կգնի։ Խոսքը գյուղատնտեսական ապրանքների, դեղորայքի, բժշկական եւ էլեկտրասարքավորումների մասին է։ Այլ կերպ ասած, Վենեսուելան պարտավորվում է գործարքներ կնքել Միացյալ Նահանգների հետ որպես իր հիմնական գործընկերոջ։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ կտա Կարակասին ինքնուրույն նավթ վաճառել, եթե համոզվի, որ եկամուտները ծառայեցվում են իշխահ ժողովրդի, իսկ մինչ այդ Սպիտակ տան թիմը կվերահսկի Վենեսուելան եւ երկրի նավթային պաշարները։ Մենք կկառավարենք երկիրը, մինչև չիրականացնենք իշխանության անվտանգ, պատշաճ եւ խելամիտ անցում։ Եթե անհրաժեշտ լինի, այնտեղ զորքեր էլ կուղարկվեն։ Որքան է պատրաստվում Վաշինգտոնը քաղաքական կառավարում իրականացնել Վենեսուելայում հստակ չէ։ Թրամփը հայտարարել է, որ այժմ կապի մեջ են Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ ԱՄՆ նախագահի խոսքով Ռոդրիգեսի կառավարությունը տալիս է այն, ինչ Վաշինգտոնին անհրաժեշտ է։ Բաց ենք էներգետիկ գործընկերության համար Վաշինգտոնի հետ կարող ենք աշխատել ընդհանուր զարգացման օրակարգի շուրջ հաշվի առնելով միջազգային իրավունքը։ Վենեսուելան աշխարհում նավթի եւ գազի ամենահարուստ պաշարներն ունեցող երկրներից է։ Ինչ վերաբերում է Վենեսուելայի արտահանմանը, դրա 27%-ը գնում է Միացյալ Նահանգներ։ Ռոդրիգեսը հավելում է Միացյալ Նահանգների տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի եւ Եվրոպայի հետ հավասարակշռված եւ հարգալից հարաբերությունների հաստատումը առաջնահերթություն է Կարակասի համար, իսկ երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դրվել չի կարող։ Այսպիսով ինչ է լինելու հետո, ինչպես է պատկերացնում Սպիտակ տունը Վենեսուելայի կառավարման եւ վերականգնման գործընթացը։
Առաջին քայլը պետք է լինի Վենեսուելայի կայունացումը։ Մենք կվերահսկենք ինչպես են բաշխվելու նավթի վաճառքից ստացվող գումարները։ Դրանք չպետք է ծառայեն ռեժիմին եւ կոռուպցիային։ Երկրորդ փուլը կլինի վերականգնումը։ Ամերիկյան, արևմտյան եւ այլ ընկերություններ պետք է հասանելիություն ստանան վենեսուելական շուկային արդար հիմունքներով։ Զուգահեռ հարկավոր է հասնել երկրի ներսում ազգային հաշտեցման։ Կարևոր պայման է, որ ընդդիմադիր գործիչները ազատվեն բանտերից կամ վերադառնան Վենեսուելա եւ վերականգնեն քաղաքասարակությունը։ Երրորդ փուլը կլինի իշխանության փոխանցումը։ Սակայն Վենեսուելան Լատինական Ամերիկայի միակ երկիրը չէ, որը ըստ Վաշինգտոնի սպառնում է Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Սա մեր կիսագունդն է, նախագահ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությանը վտանգ սպառնա։ Վենեսուելայից բացի հիվանդ է նաև Կոլումբիան։ Այն ղեկավարում է հիվանդ մարդ, որը սիրում է կոկային արտադրել եւ վաճառել Միացյալ Նահանգներին։ Սակայն մենք թույլ չենք տա նրան դրանով երկար զբաղվել։ Թրամփը չի բացառել, որ Կոլումբիայի դեմ եւս քայլեր կձեռնարկվեն։ Նրա խոսքով Մադուրոյի ձերբակալությունից հետո Կուբան էլ կզրկվի եկամուտներից, քանի որ դրանց մեծ մասը ստանում էր վենեսուելական նավթից։ Իդեպ Մեքսիկայի հետ էլ ինչ-որ բան պետք է անել։ Մեքսիկան պետք է իրեն հավաքի, քանի որ այնտեղով թմրանյութերի մեծ հոսքեր են գալիս։ Առաջարկել են Մեքսիկայի իշխանությանը զորքեր ուղարկել այդ երկիր։ Լատինական Ամերիկայի երկրները ոչ միանշանակ են ընդունել թե Թրամփի հայտարարությունները, թե Վենեսուելայում ամերիկյան գործողությունը։ Լատինական Ամերիկայի պատմությունը ցույց է տվել, որ միջամտությունները երբեք չեն բերել ժողովրդավարության։ Մեքսիկան անկախ եւ ինքնիշխան երկիր է։ Մենք բաց ենք համագործակցության համար։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ եւ ընդունել նրա առաջարկը հանդիպել Վաշինգտոնում, քննարկելու երկու երկրի միջև առկա լարվածությունը եւ էներգետիկ գործակցությունը։ Թեև Պետրոն նախկինում բազմիցս վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Թրամփի հասցեին եւ հավատացրել, որ անձամբ կկռվի ամերիկյան բանակի դեմ։ Կոլումբիացիները կարող են հանգիստ քնել, սակայն չենք կարող թույլատրել զգոնությունը։ Ես նաև զրուցել եմ Վենեսուելայի ներկայիս նախագահի հետ։ Ցանկանում ենք եռակողմ շփումներ հաստատել, խուսափելու խնդիրներից։ Լավ լուր է, որ ձերբակալվել է բռնապետ, որն ազդել է իրեն շրջապատող ազգերի ճակատագրի վրա։ Միջազգային հանրությունը պետք է այնպես անի, որ իշխանության անցումը ներառի Վենեսուելայում բոլոր դերակատարներին։ Ոչ միանշանակ է նաև վենեսուելացիների արձագանքը։ Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայում եւ այլ երկրներում ցույցեր են անցել հակասական կարգախոսներով։ Միացյալ Նահանգների խնդիրը Մադուրոյին տապալելը չէր։ Նրանք ցանկանում են ստանալ մեր նավթը անվճար։ Մենք կդառնանք Միացյալ Նահանգների գաղութ։ Չեմ կարծում, թե դա լավ է։ Երբ լսեցինք ամերիկյան գործողության մասին, չհասկացանք իրականությունը թե ոչ, սակայն տեղի ունեցածը քայլ է դեպի նոր ապագա։ Ես զայրացա տեսնելով ինչպես տարան Մադուրոյին, Վենեսուելայի ընտրված նախագահին։ Սպիտակ տունը զբաղվում է ահաբեկչությամբ։ Խնդրի լավագույն լուծումը երկխոսությունն է։ Ամենաշատը տուժում են հասարակ մարդիկ, շատերը հեռացել են երկրից, դա սարսափելի է։ Մադուրոն իշխանության է եկել 2013 թվականին Ուգո Չավեսի մահից հետո։ Նրա կառավարման օրոք ըստ միջազգային տարբեր կառույցների Վենեսուելայից արտագաղթել է մոտ 8 միլիոն մարդ, տնտեսական ճգնաժամի, քաղաքական բռնաճնշումների եւ հետապնդումների, խորացող կոռուպցիայի եւ աղքատության պատճառով։ Մենք միշտ հույս ենք ունեցել, որ Վենեսուելան ազատ կլինի։ Ես շատ եմ ցանկանում վերադառնալ։ Վենեսուելան ունի հսկայական ներուժ, սակայն իշխանությունները վատնել են այն։ Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողությունը նաև միջազգային լայն արձագանք ստացավ։ Մտահոգված ենք հնարավոր էսկալացիայով եւ այն նախադեպով, որը կարող է ստեղծվել։ ՄԱԿ-ը պատրաստ է ջանքեր գործադրել, այդ թվում միջնորդական, նպաստելու երկխոսությանը։ Եվրամիությունը հետևում է ստեղծված իրավիճակին, բազմիցս հայտարարել ենք, որ Մադուրոն լեգիտիմ չէ։ Ամեն դեպքում անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Դեռ բարդ է իրավական գնահատական տալ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններին։ Ընդհանուր առմամբ հարկավոր է հարգել միջազգային իրավունքը եւ ապահովել իշխանության փոխանցումն ընտրված կառավարությանը։ Մադուրոն երկիրը հասցրել է փլուզման, իսկ նախագահի վերջին ընտրությունները կեղծվել են։ Չենք աջակցում Վենեսուելայում գործողության ընթացքում Միացյալ Նահանգների կիրառած մեթոդներին։ Միևնույն ժամանակ ֆրանսիական կողմը լավ լուր է համարում իշխանությունից Մադուրոյի հեռանալը։ Առավել հետաքրքիր են Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի արձագանքները, որոնք Կարակասի հետ գործակցում են էներգետիկ եւ այլ ոլորտներում, սակայն ոչ միանշանակ հարաբերություններ ունեն Վաշինգտոնի հետ։ Հատկանշական է, որ ամերիկյան գործողությունից մեկ օր առաջ Մադուրոն ընդունել էր Լատինական Ամերիկայի հարցերով
Պեկինի բանագնացին։ Նաև Չինաստանը վենեսուելական նավթի խոշորագույն գնորդն է, խոսքը մինչև 80% մատակարարումների մասին է։ Ըստ Արևմտյան մամուլի Սպիտակ տունը պահանջում է ներկայիս իշխանություններից խզել տնտեսական կապերը Պեկինի, Մոսկվայի և Թեհրանի հետ։ Միացյալ Նահանգները դիմել է ուժի կիրառման, պարտադրելու Վենեսուելային ամերիկան ամենից առաջ սկզբունքը։ Սա Վենեսուելայի ինքնիշխանության խախտում է։ Չինաստանի և Վենեսուելայում ներկայացված այլ երկրների օրինական շահերն էլ պետք է պաշտպանված լինեն։ Միացյալ Նահանգների զինված ագրեսիան դատապարտելի է, դրա հիմնավորումները համոզիչ չեն։ Վենեսուելան պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը առանց արտաքին միջամտության, երկխոսության կոչ ենք անում։ Դատապարտում ենք ամերիկյան գործողությունը։ Այս հանցագործությունը կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային հանրության առաջ։ Ինչ է սպասվում Վենեսուելային, ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Միացյալ Նահանգները Կարակասի նկատմամբ և աշխարհաքաղաքական ինչ հետևանքներ կարող է ունենալ վենեսուելական ճգնաժամը։ Այս և այլ հարցեր կքննարկենք ԱՄՆ արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Սիտիլիդիսի հետ։ Պարոն Սիտիլիդես, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Thank you very much for having me. So, Mr. Sitilides, what was it that happened? Պարոն Սիտիլիդես, այսպիսով ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, հատուկ գործողություն, թե ինչպես կոչենք, ինչպես են Վաշինգտոնում այն որակում, եւ որքանով էր գործողությունն օրինական, որովհետեւ շատերն այն անվանեցին միջազգային իրավունքի խախտում, նաեւ համեմատական է տարվում 1989-ին Պանամա ամերիկյան զորքերի ներխուժման եւ Մանուել Նորիեգայի ձերբակալման հետ։ Noriega and took him to the United States. The Trump administration's position is Թրամփի վարչակազմի դիրքորոշումը հետևյալն է. Սա իրավապահ մարմինների իրականացրած գործողություն էր ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ։ Միացյալ Նահանգների Դաշնային օրենքի համաձայն զինվորականները կարող են օգնել դաշնային իրավապահ մարմիններին, եթե կառավարությունը համարի, որ գործողության ընթացքում նրանց կարող է վտանգ սպառնալ։ Եվ իհարկե Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը չեն ճանաչում ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ մի շարք եվրոպական եւ այլ երկրներ։ Ըստ էության նա կեղծել է վերջին երկու ընտրության արդյունքները, ինչ վերաբերում է Պանամայի գործողության հետ համեմատությանը, հիմնական տարբերությունն այն է, որ Պանամայի դեպքում գործ ունեինք լայնածավալ ներխուժման հետ, իսկ Վենեսուելա ռազմական ներխուժում չի եղել։ Վենեսուելական գործողությունը թիրախային էր եւ իրականացվեց վիրաբուժական ճշգրտությամբ։ I see. Ամենաբարձր մակարդակով քաղաքական տարբեր հայտարարություններ են հնչում, սակայն ձեր կարծիքով իրականում ինչ նպատակներ ունի Վաշինգտոնը Վենեսուելայի հետ կապված։ Well, first of all, a very real goal. Նախ եւ առաջ նախագահ Թրամփը վճռական է Միացյալ Նահանգներ անօրինական թմրանյութերի հոսքը դադարեցնելու հարցում։ Թմրավիճոցների պատճառով ամեն տարի տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր ամերիկացիներ են մահանում։ Վենեսուելայից բացի Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Չինաստանի միջև լուրջ խնդիր է ֆենտանիլը։ Կարծում եմ այլ նպատակներ էլ կան, արդեն աշխարհաքաղաքական եւ ռազմավարական մակարդակում։ Դրանցից մեկն է վտարել հակառակորդներին արևմտյան կիսագնդից։ Խոսքը Չինաստանի, Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի, Այաթոլլահ Խամենեիի Իրանի մասին է։ Նրանք բոլորը ներկա են Վենեսուելայում ապակայունացնելու այդ երկիրը, հարավային Ամերիկան, մարտահրավերներ նետելու արևմտյան կիսագնդում ամերիկյան գերիշխանությանը։ Նաև կարծում եմ նախագահ Թրամփը փորձում է տեսնել արդյոք հնարավոր է վերականգնել Վենեսուելայում ժողովրդավարությունը, որպեսզի այդ երկրի ժողովուրդը օգուտներ ստանա նավթի հսկայական պաշարներից։ Վաշինգտոնը ցանկանում է վերակառուցել վենեսուելական նավթարդյունաբերությունը օգտագործելով ամերիկյան գիտելիքները, տեխնոլոգիաները։ Նաև վերականգնել էներգետիկ ակտիվների նկատմամբ ամերիկյան իրավունքները, որոնք 2007, ապա 2009-ից 10 թվականներին խլել եւ ազգայնացրել էր Ուգո Չավեսը։ Միացյալ Նահանգները նաև հասկանում է, որ Վենեսուելան հարուստ բնական պաշարներ ունի, որոնք կարող է առաջարկել աշխարհին։ Խոսքը ոչ միայն նավթի, այլև հազվագյուտ մետաղների եւ հանքանյութերի մասին է։ Եվ ի վերջո Վենեսուելան պետք է նորմալ ղեկավարություն ունենա, որը դիվանագիտական պատշաճ հարաբերություններ կհաստատի բոլոր հարևանների եւ իհարկե Միացյալ Նահանգների հետ։ Հավելենք, որ 2025-ի դեկտեմբերին Թրամփի վարչակազմն ընդունեց ազգային անվտանգության նոր ռազմավարություն, հայտարարելով 1823 թվականին հռչակված Մոնրոյի դոկտրինին վերադառնալու մասին։ Դրա համաձայն Վաշինգտոնը արևմտյան կիսագունդը դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, եւ այս վերջին զարգացումները լատինոամերիկյան մյուս երկրների հետ կապված իրավիճակը հենց այս քաղաքականության արտացոլումն է։ Ճիշտ եք, Մոնրոյի դոկտրինը ոչ միտեղ չի կորել։ Պարզապես վերջին 200 տարում տարբեր փուլերում ավելի պասիվ է կիրառվել։ Տեղի
Խոսքին մեջ բերեցիք ազգային անվտանգության ռազմավարությունը։ Միացյալ Նահանգների քաղաքականությունը ոչ միայն այն է, որ Վաշինգտոնն իրավունք ունի ուժ կիրառել պաշտպանելու արևմտյան կիսագունդը արտաքին ուժերի վտանգավոր կամ չարամիտ գործողություններից։ Միացյալ Նահանգները նաև փորձում է գործի դնել արևմտյան կիսագնդի տնտեսական ներուժը եւ բնական պաշարները, ակտիվացնելու հարևանների հետ համագործակցությունը, որից կշահեն բոլորը, այլ ոչ թե թույլ տալ, որ Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը օգտվեն այս կիսագնդի նավթից, բնական պաշարներից, վերահսկեն նավագնացության ուղիները, նավահանգիստները։ Այսպիսով Միացյալ Նահանգները վերանայված եւ խիստ դիվանագիտություն է վարում։ Ինչ կարող ենք ակնկալել Լատինական Ամերիկայի մյուս երկրների հետ կապված, քանի որ Միացյալ Նահանգների եւ նրանցից որոշների հարաբերություններում ակնհայտ լարվածություն կա։ Կարծում եմ Կուբան, այսինքն Կուբայի կառավարությունը շատ մտահոգված է իր ապագայով։ Կուբան ամբողջությամբ կախված է եղել վենեսուելական զեղչված նավթից, ինչի դիմաց գործակալները տրամադրել, որ օգնեն պաշտպանել Մադուրոին եւ նրա ռեժիմին։ Այժմ նախնական տպավորությունն այն է, որ նախագահ Թրամփը թույլ կտա շարունակել վենեսուելական նավթի արտահանումը Կուբա, սակայն այդ երկրում ռեժիմի վրա մեծ ճնշում կա։ Կուբայից հետո կարող է լինել Նիկարագուան, մեկ այլ երկիր, որը թշնամական հարաբերությունների մեջ է Միացյալ Նահանգների հետ, համագործակցում է Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ Այդ երկիրը նպատակ ունի ջրանցք կառուցել որպես այլընտրանք Պանամայի ջրանցքին։ Կարծում եմ հենց Կուբան եւ Նիկարագուան են ամենաշատը մտահոգության տեղիք տալիս։ Սակայն խնդիրներ են առաջացնում նաեւ մեքսիկական կարտելները։ Նախագահ Թրամփը վերջերս հայտարարեց, որ ճիշտ կլիներ ռազմական հարված հասցնել այդ նարկոկարտելներին եւ լավ կլիներ դա անել մեքսիկական զինված ուժերի եւ հետախուզության հետ համագործակցությամբ։ Բայց այդ հարցում դեռ անորոշություններ կան։ Սակայն օրինակ Սպիտակ տունը օրերս Վաշինգտոն է հրավիրել Կոլումբիայի իշխանության ներկայացուցիչներին, որոնք մեկ շաբաթ առաջ թշնամաբար էին տրամադրված Թրամփի վարչակազմի նկատմամբ։ Փորձ է արվում գործակցություն հաստատել արևմտյան կիսագնդի որքան հնարավոր է շատ երկրների հետ, հասնելու անվտանգության, տնտեսական բարգավաճման, ի վերջո զանգվածային միգրացիայի դադարեցման։ Վերադառնալով Վենեսուելա, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացրել է Վենեսուելայի վերականգնման եռափուլ ծրագիր։ Ձեր գնահատմամբ որքանով է այն իրատեսական։ Կարծում եմ դա իրատեսական եւ վստահելի ծրագիր է։ Այլ հարց է, ինչպիսի դիմադրություն կհանդիպի Միացյալ Նահանգները Վենեսուելայի հարցում։ Ներկայումս Թրամփը հանդիպումներ է ունենում էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք հնարավոր է չհամաձայնեն Վենեսուելա տեղափոխվել եւ աջակցել այդ երկրի էներգետիկ արդյունաբերության վերականգնմանը։ Տասնյակ միլիարդավոր դոլարներ են հարկավոր առաջիկա տարիներին Վենեսուելայի քայքայված էներգետիկ ենթակառուցվածքը վերականգնելու համար։ Գործարարները պետք է վստահ լինեն, որ օրենքի գերակայություն է լինելու, որ նրանք կարողանալու են շահույթ ստանալ, որ ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը չի փոխվելու։ Նաև պետք չէ մոռանալ, որ Վենեսուելայի ներսում էլ կարող է դիմադրություն լինել այն խմբավորումների կողմից, որոնք ահաբեկում են Վաշինգտոնին նույնիսկ տեսականորեն աջակցող վենեսուելացիներին։ Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանն էլ հենց այնպես չեն հեռանա։ Գուցե առաջիկայում օրինակ կիբերհարձակումների ականատես դառնանք։ Խոչընդոտներ կարող են ստեղծել Վենեսուելայում կառավարական ուժերը։ Այսպիսով Ռուբիոյի ծրագիրն իրատեսական է, սակայն արդյոք այն կյանքի կկոչվի, դեռ կտեսնենք։ Some facts I will cite. Trump accused Caracas of not producing. Մի քանի փաստ։ Թրամփը հայտարարում է, որ Վենեսուելայում այնքան նավթ չի արդյունահանվում, որքան իրականում թույլ են տալիս այդ երկրի կարողությունները։ Նաև ակնկալվում է, դուք էլ նշեցիք, որ արևմտյան նավթային ընկերությունները պետք է միլիարդներ ներդնեն Վենեսուելայի վնասված էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Վենեսուելան ունի աշխարհում նավթի ապացուցված ամենամեծ պաշարները, բայց արտադրությունը ցածր է պատժամիջոցների, հին ենթակառուցվածքների պատճառով։ Դուք նշեցիք պատժամիջոցների եւ վատ վիճակում գտնվող ենթակառուցվածքների մասին։ Թույլ տվեք հավելել Վենեսուելայում նավթարդյունաբերության ճգնաժամի այլ պատճառներ էլ։ Օրինակ ահավոր սոցիալական քաղաքականությունը։ Վենեսուելան նախկինում նավթ արտահանող գերտերություն էր։ Համաշխարհային արտահանման ծավալը հասնում էր օրական մինչև 3.5 միլիոն բարելի։ Հիմա այդ թիվը լավագույն դեպքում հասնում է 1 միլիոնի եւ մեծ մասը ստանում է Չինաստանը։ Վերջին 20 տարվա այս դեգրադացիան ակնհայտ է։ Ժամանակ կար, երբ Վենեսուելան հարուստ, բարգավաճ, ժողովրդավարական, ծաղկող երկիր էր։ Հիմա շատ վենեսուելացիներ իրենց երկրում չեն, ստիպված են եղել լքել այն, բայց ցանկանում են վերադառնալ։ Սակայն կարծում եմ վերականգնման համար դեռ երկար ճանապարհ պետք կլինի անցնել։ Regarding the Ինչպես են ընդունել ամերիկյան գործողությունը հատկապես վենեսուելացիները։ Թվում է, թե Վենեսուելայի ներսում մարդիկ հիմնականում անտարբեր են, մինչդեռ Սփյուռքն ավելի դրական է արձագանքել։ Կան նաև տեղեկություններ, որ իշխանությունները ուժեղացրել են ճնշումները։ Այսպիսով, ԱՄՆ գործողությունների արդյունքում Վենեսուելան իսկապես կարող է բարգավաճել։
Այժմ շատ բարդ է գնահատել, ինչ են ցանկանում հասարակ վենեսուելացիները, քանի որ նրանց մեծ մասը դեռևս ապրում է վախի մթնոլորտում։ Շատերը դժվար թե բարձրաձայնեն իրենց կարծիքը, քանի որ դրա պատճառով կարող են օրինակ ձերբակալվել։ Անորոշությունները շատ են։ Մարդիկ զբաղվում են իրենց գործերով, սպասում են տեսնելու, ինչպիսին կլինի Վենեսուելայի ապագան, ինչպես կկազմակերպվի իրենց երկրի կառավարումը, արդյոք կլուծվեն մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Իսկ Սփյուռքը, ինչպես արդեն նշեցիք, չափազանց ուրախ է։ And as the last question, Իսկ վերջին իրադարձությունները որևէ կերպ ազդել են նավթի գների վրա։ oil prices so far. There's really not going to be any significant Մոտ ապագայում նավթի գների վրա որևէ էական ազդեցություն չի լինի։ Հարկ է նշել, որ Վենեսուելայի նավթարդյունաբերությունը վերականգնելու համար շատ ժամանակ կպահանջվի։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում դա իհարկե օգտակար կլինի նաև Միացյալ Նահանգների նավթարդյունաբերության համար։ industry as well. Thank you. Պարոն Սիտիլիդես, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Thank you again for having me. Շնորհակալ եմ։ Այսպիսով Վենեսուելայի ապագան դեռ անորոշ է, սակայն միանշանակ է, որ ամերիկյան գործողությունը փոփոխությունների սկիզբ է դրել։ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունը հայտարարել է մեծ թվով բանտարկված վենեսուելացիների ազատ արձակելու որոշման մասին, որպես խաղաղ համակեցության ժեստ։ Այսօր օրակարգում էր Թրամփն ընդդեմ Մադուրոյի։